Սիրտսեկը հանեմ դնեմ ձեր առաջ։ Որդեկորույս մայրը Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակչուհի է։ Նրա սիրտը լցված է։ Խոսում է իշխանության անտեսումից, անպաշտպանության զգացումից։ Ասում է ապրում են մշտական անորոշության մեջ։ Չէի ուզում խոսալ, բայց պետքա խոսամ, արդեն լցված եմ։ Լցված եմ։ Շնորհակալ եմ շատ։ Այդ դրա համար եմ եկել այսօր, որ ես իմ ձայնը բարձրացնեմ, որ ես զոհված եմ։ Ինչ որ թութերներ եղնենք իրանց առաջին, ինչ որ մենք ենք մեղավոր։ Նա առաջիններից էր, որ դուրս էր եկել դիմավորելու ուժեղ Հայաստան կուսակցության անդամներին։ Ջերմ խոսքեր է հղում նրանց։ Տուն է հրավիրում սուրճի։ Ասում է հույս ունի, եթե փոխվի իշխանությունը, կփոխվի նաև մարդկանց ապրելակերպը։ Գյուղի շունչը։ Մայրիկ ջան, բան չի մնացել։ 3 ամիս բանա մնացել ունենալու ենք թասիբով, հայրենասեր ուժեղ ղեկավար Սամվել Կարապետյան, ու սենց նմանատիպ հարցեր չի լինելու էլ Հայաստանում։ Շատ արագ, ես խոսք եմ տալիս, որ կողքին լինելու է 24 ժամ օր ու պայքարել գիշեր ու աշխատել ենք, օրենքի որ մեջ տենց բաներ չլինի։ օրենքի մեջ եմ ու պետքա ենեմ թող տենան, ոչ թե մենակ ես իմ կողքիններն է։ Գյուղում խնդիրները շատ են, աշխատանք չկա։ Երիտասարդները հեռանում են, գյուղատնտեսությունն անկայուն է։ Դարպասեցի այս կինը առանձնակի ուշադրությամբ լսեց Սամվել Կարապետյանի ներկայացրած 5 հիմնական տնտեսական քայլերից հատկապես 4-րդը՝ բերքի երաշխավորած մթերում գյուղերում։ Ասում է, եթե գյուղացին վստահ լինի, որ իր աճեցրածը չի մնա դաշտում, արդեն կես ճանապարհը անցած կլինի։ Ինքը նշեց, չէ, որ բերքը պետք է վաճառվի։ Ես բերքը վաճառել եմ, շատ ծախսեր եմ կատարել, շատ։ Ու ես մինուս եմ գնացել դրանով, որովհետև պարնից հասցրել եմ այստեղ ճանապարհածախսերի հետ կապված։ Ես նորից կզբաղվեմ իմ սիրած գործով, նորից կվերցնեմ կարտոշկա, կցանեմ, կվաճառեմ։ Մեկ ուրիշ բնակչուհու առավելապես հետաքրքրեց 5-րդ ծրագրային կետը՝ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Ասում է, որ թիներ ունի, բայց ամուսնացնել չի կարող։ Տուն չկա, ապրելու տեղ չկա։ Իսկ առանց դրա ընտանիք կազմելը դժվար է։ 39-38 տարեկան եմ, բայց չեն ամուսնացել հարմարության բերումով։ Դարպասում կարմիր թելով հնչում է նույն միտքը։ Մարդիկ փոփոխություններ են ուզում եւ իրենց ապագան կապում են ուժեղ Հայաստանի հետ, սպասելով, որ խոստումները կվերածվեն իրական քայլերի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։